Պարոն Մերկոնյան, Գերմանիայի Բունդեսթագը խորհրդարանը ընդունեց բանաձև հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ Ինչ նշանակություն ունի այս փաստաթուղթը, կարող ենք սա համարել իսկապես ազդեցիկ բանաձև։ Սա ուժեղը իր ճանաչման փաստով, թե բովանդակությամբ։ Ես քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ առանձնապես խանդավառ չեմ ճանաչման գործընթացը խթանելու հարցում, որովհետև այս վերջին 50 տարվա ընթացքում սա նշանակում է պայքար միայն ճանաչման ուղղությամբ, պայքար թուրքական մերժողականության դեմ։ Իհարկե սա շատ լավ է, բայց մյուս կողմից մեզ շեղում էր մեր հիմնական պայքարի ուղղությունից, այն է ցեղասպանության դիմաց հատուցման հասնելու խնդիրը, եւ մասնավորապես խոսքը իհարկե նաեւ տարածքային հատուցմաններ վերաբերում։ Բայց ինչ վերաբերում է մի քանի ճանաչման հանգամանքների, օրինակ 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության ընդունած բանաձևի, որտեղ գործածվում է Արևմտյան Հայաստան բառակապակցությունը, որտեղ ասվում է, որ հայերի հայրենիք Հայաստանում է տեղի ունեցել ցեղասպանությունը, սա նշանակում է միանգամայն այլ հարթության վրա ճանաչում, որը հետագայում հատուցման տեսանկյունից որոշակի իրավական ուժ ունի։ Այսինքն հայրին հայրենազրկել են։ Ռուսաստանի Դաշնության այդ բանաձևը նման բովանդակություն ունի։ Կիպրոսի բանաձևը եւս նման ենթատեքստ ունի, եւ իհարկե նաեւ Հռոմի Պապի կողմից ցեղասպանության ճանաչումը միանգամայն նոր հարթության վրա էր խնդիրը տեղափոխում, քանի որ 1.5 միլիարդանոց կաթոլիկ աշխարհը փաստում էր հայոց ցեղասպանության իրողությունը, եւ վերջապես կարող եմ ասել, որ երրորդը այդ 25 մոտավորապես բանաձևների մեջ անկասկած Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի այս ընդունած բանաձևն էր, բոլորն ասել են, ես նույնպես փաստում եմ այդ իրողությունը, որ այո, Թուրքիայի Օսմանյան կայսրության դաշնակից կայզերական Գերմանիայի իրավահաջորդ հանդիսացող ներկայիս Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը միանգամայն փոխում է իրերի էությունը եւ այսօր Թուրքիան փաստորեն մնում է իր հանցագործության այդ մենակ։ Տեսեք, գերմանացիները այնքան ուժ գտան իրենց մեջ, որ ոչ միայն ճանաչեցին հրեական հոլոքոստը, այլև 1951 թվականին կանցլեր Կոնրադ Ադենաուերից սկսած մինչև Անգելա Մերկել հատուցում են եւ 6-7 ծրագրեր են ֆինանսավորում այսօր Իսրայելում եւ տարբեր հաշվարկների համաձայն արդեն $1 տրիլիոն գումարն անցել է։ Պատկերացրեք, եւ այդքանից հետո գերմանացիները այդքան հուշարձաններ են կանգնացրել Գերմանիայի տարածքում։ Դուք պատկերացրեք Բունդեսթագի, Ռայխստագի շենքից ոչ հեռու Բրանդենբուրգյան դարպասների մոտ կառուցել են այդպիսի քարաշեն հուշարձաններ հարյուրավոր, դրանով փորձելով յուրահատուկ ձևով հարգել հրեաների հիշատակը։ Թուրքիայի կողմից միանգամայն այդ իրավիճակը եւ այս տեսանկյունից Բունդեսթագի բանաձևը նույնպես հարցերի էությունը արմատապես փոխեց հօգուտ հայկական կողմի ճշմարտության, քանի որ դաշնակից Թուրքիան եթե փաստեց, որ եղել է ցեղասպանություն, արդեն Թուրքիան իսկապես մնաց մենակ այս պատմության դառը իրողությունների առջև։ Այսինքն հիմա Թուրքիայի համար ավելի դժվար կլինի ձեր կարծիքով ուժեղտել ցեղասպանությունը։ Ուրեմն դժվարի հետ մեկտեղ արդեն Թուրքիան վաղուց հայտնվել է ծիծաղելի վիճակում։ Այնքան հայոց ցեղասպանության իրողությունը ակնհայտ է, որ ցեղասպանության իրողությունը արտացոլվել է հեռավոր Արգենտինայի, Ուրուգվայի, Ավստրալիայի արխիվներում։ Պատկերացրեք, հատորներ են տպագրվել այդ երկրների արխիվներից, ել չեմ ասում գերմանական, ռուսական, ֆրանսիական, անգլիական, ամերիկյան եւ այլ արխիվներ, որոնք ասենք պատերազմի մասնակից երկրներ էին, բնականաբար շատ ավելի նյութեր կունենային։ Եվ հիմա այս վիճակում շարունակել ծիծաղելի դարձած շղթողական քաղաքականությունը, սա արդեն զավեշտալի երևույթ է դարձել Թուրքիայի կողմից եւ կարծում եմ, որ մյուս կողմից էլ տարօրինակ բան կարող ասեմ, եթե պնդեմ, որ ինձ ուրախացնող հանգամանք է, որտեղ այսօրվա Թուրքիան դրանով իսկ մերժողականությամբ դառնում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, որովհետև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ժխտողականությունը ինքը նշանակում է ցեղասպանության ուղղակի շարունակություն, ցեղասպանության քաղաքականության։ Իհարկե, դրսևորումներից մեկն է դա, եւ ժխտողականությունը ինքը ենթադրում է ցեղասպանության քաղաքականության շարունակության եւ այդ իմաստով Թուրքիան հանրապետական Թուրքիան, ոմանք պնդում են, թե գիտեք, Օսմանյան կայսրությունը մեզ հետ կապ չունի, բայց նրանք բոլոր մեղքերը Օսմանյան կայսրության վերցնում են իրենց վրա, շարունակելով այդ նույն ժխտողական քաղաքականությունը։ Իհարկե, նրանք միանգամայն ճիշտ է, որ ժառանգորդ են եւ
Շատ կարևոր է, որ գոյություն ունի 1968 թվականի նոյեմբերի 26-ի միավորված ազգերի կազմակերպության եւս մեկ բանաձև, իլրումը 48 դեկտեմբերի 9-ի բանաձևի, որտեղ ասվում է, որ հաշվի առնելով ցեղասպանության որպես մարդկության դեմ ուղղված ամենամասշտաբային ռազմական էթնիկ հողի վրա իրականացված հանցագործություն վաղեմության ժամկետ չսահմանել։ Եթե վաղեմության ժամկետ չի սահմանվում, նշանակում է իրավահաջորդը պատասխանատու է։ Այսինքն այս քաղաքականությամբ Էրդողանը Թուրքիային տանում է իրավահաջորդի ճանապարհով եւ բնականաբար այսօրվա Թուրքիան է, որ պիտի հատուցի 1915-ի դիմաց։ Այս բանաձևը որ կետերը դուք առանձնացնեք։ Անշուշտ անկասկած Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացրած քաղաքականության կասկածից վեր լինելու հանգամանքը։ Այսինքն բանաձևը տեղ չի թողնում, որ փաստվում է զանազան իրողություններով, նույնը նաև գերմանական արխիվներով, որ սա միանշանակ ցեղասպանություն է։ Երկրորդը բնականաբար Գերմանիայի մեղսակցության խնդիրը։ Այսքան ժամանակ Գերմանիան ունենալով մեղքի իր բաժինը, օրինակ վերցնենք այսպես, Գերմանիայում հայտնի գեներալ Լիման ֆոն Զանդերսը գլխավոր խորհրդատուն էր Օսմանյան կայսրությունում եւ անդադ հանդիպումներ էր ունենում թուրքական ղեկավարության հետ։ Շոյբներ Ռիխտերը, որը հյուպատոսն էր Գերմանիայի Էրզրումում, կամ դեսպան Վանգենհայմը, այս մարդկանց նամակները, զեկուցագրերը, որոնք դրվեցին շրջանառության մեջ, նույնիսկ Լեյբսուսի նման մարդը, որ Դոյչլանդ und Արմենիան, Գերմանիան եւ Հայաստանը ժողովածուն տպագրեց, արտգործնախարարության գուցե նաեւ իր ինչ-ինչ հանգամանքներից ելնելու դրդապատճառներով որոշ փաստաթղթեր հանել էր, որտեղ Գերմանիայի մեղսակցությունը շատ հստակ նշվում էր։ Բայց հիմա Գերմանիան արդեն պետական մակարդակով տեղ չի թողնում իր մեղսակցության եւ այդ նույն Շոյբներ Ռիխտերը հետագայում պիտի Ադոլֆ Հիտլերի կողքին հայտնվեր, նրան հուշեր, թե ինչպես պիտի համակենտրոնացման ճամբարներ հիմնվեն եւ ինչպես պետք է էթնիկ հողի վրա մարդկանց բնաջնջեն։ Այսինքն Գերմանիան այնքան գերմանական ազգը քաղաքակրթական իմաստով վեր կանգնեց, որ իր մեջ ուժ գտնելով իր մեղսակցության բաժինը մատնանշեց եւ ինչու՞ չէ նաեւ փաստորեն մեղքի այնպիսի բաժին վերցրեց, որ Գերմանիայի հայերի օգտին միջամտելու պարագայում կարող է ցեղասպանության խնդիրը բացառվել։ Գերմանիայի մեղսակից է միայն առումով, որ տեղակ եղել, բայց չի կանխել, թե ուղղակի ինչ-որ մասնակցություն խորհրդ։ Ցավոք սրտի պատերազմի նախօրյակին առաջին աշխարհամարտի Օսմանյան կայսրության եւ Գերմանիայի կողմերը, գերմանական կողմը միմյանց շահերը շոշափելիս եկան ընդհանուր հայտարարի, որ թուրքական կողմի գլխավոր ցանկությունը պանթուրքիզմի իրականացումը, որի ճանապարհին կանգնած է հայկական սեպը, փաստորեն ձեռնտու է նաև կայսերական Գերմանիայի։ Եթե հայկական ուժը, աշխատուժը օգտագործվում է Բերլին-Բաղդադ երկաթգծի վրա, իսկ բուն հայրենիքից հայրենազրկելով հայությանը պիտի տեղափոխեն Սիրիայի անապատներ, Բերլին-Բաղդադ երկաթգծի երկայնքով աշխատասեր հայությանը կարող են օգտագործել տղամարդկանց մասնավորապես, եւ այս իմաստով Թուրքիայի ճնշումը բնականաբար Գերմանիայի վրա շատ մեծ էր եւ դեպի գերմանական ռազմական խմբավորում նրան կողմնորոշելու առումով ստիպված եղավ Գերմանիան գնալ այդ համաձայնությանը, որ Թուրքիայի այդ հրեշավոր ծրագրի հետ համերաշխվեց։ Այս ամբողջ հարցը, այսինքն ուղղակիորեն Բերլին-Բաղդադ երկաթգծի հարցում էր նրա շահը համընկնում, բայց ընդհանրապես իհարկե ոչ, որովհետև հայերի բնաջնջումը տրամաբանները չպիտի ելնեն նրանց շահերից եւ պատահական չէ արդյոք, որ 1918 թվականին, երբ որ Թուրքիան առանց հաշվի առնելու խոսքը Գարնանը Գերմանիայի շահերը ուղղակի զորքը շարժեց դեպի Բաքու, հանգամանք, որը որ չէր մտնում երյակ կամ քարյակ դաշինքի ծրագրերի մեջ Թուրքիայի օրինակով, այսինքն Թուրքիան չպիտի հասներ Բաքու, Գերմանիան պիտի հասներ Բաքու, այստեղ Թուրքիան խախտեց ամբողջ այս համակարգի պայմանավորվածությունը եւ մեկ անգամ եւս ցույց տվեց, որ նա նույնիսկ Գերմանիայի այսպես հուսալի դաշնակիցը չէ։ Հիմա գանք մեր ժամանակները 100 տարի անց Գերմանիան ակտիվանում է նույնպես կրկին ակտիվանում է տարածաշրջանում, հասկանալի է, որ սա զուտ ցեղասպանության ճանաչման հարց չի, ավելի գլոբալ խնդիրներ են։ Դուք ինչով եք բացատրում սա Գերմանիայի
ակտիվությունը։ Գաղտնիք չէ, որ երկրորդ աշխարհամարտից հետո նացիզմը Գերմանիայում խեղդելու նպատակով կամ վերակենդանացումը բացառելու նպատակով ամեն ինչ աշխարհն արեց։ Նկատի ունեմ հատկապես Արևմուտքը եւ Խորհրդային Միությունը։ Եվ հաջողվեց։ Գերմանացիների ինքնության խնդիրը ինչ որ ձևով կոտրվեց։ Եվ սա բերեց հանգեցրեց նրան, որ գերմանացիները երբեմն նաև իրենց ինքնության ազգային շահերի շատ դիրքերից նահանջեցին։ Այդ թվում նաև Գերմանիայում ապրելու խնդիրը, Գերմանիան մասնատված պահելու հանգամանքը, որ գիտեք իշքան որքան տևեց 80-ական թվականների մինչև վերջը, եւ սա բերեց հանգեցրեց նրան, որ գերմանացիները ինքնության առումով բավականաչափ կորցրել էին իրենց դիմագիծը եւ թուրքական հեղեղի կամ ընդհանրապես արևելյան միգրանտների այս հոսքի պարագայում կամաց գերմանացիների մոտ մանավանդ միավորումից հետո ինքնության խնդիրը եկավ օրակարգ եւ նրանց մոտ աշխատեց ինքնապաշտպանական բնազդը։ Արևմուտքի նկատմամբ գերմանացիները շարունակեցին զուսպ մնալ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ինչ որ տեղ ունեցավ նաև գերմանացիների հետ այդ ազգին ստորացնելու իմաստով, իհարկե, հասնում էր ինչպես ժողովուրդը կասեր նրանց, որովհետև երկրորդ աշխարհամարտն էլ արդեն իրենք սանձազերծեցին եւ գերմանական ժողովուրդը բնականաբար մեղավոր էր այստեղ, բայց գերմանական ժողովրդին շատ ստորացրին։ Հիմա եկավ մի պահ, երբ որ Արևմուտքը եւ նույն Գերմանիան միասին ընդհանուր թշնամի ունեցան, որպեսզի միգրանտների այդ հզոր բանակն է իդեմս հատկապես թուրքական միգրացիայի։ Եվ այստեղ Արևմուտքը կարծես աչք փակեց, որպեսզի Գերմանիայում մի փոքր ազգային, այսպես զգացական շարժումները գան առաջին պլան եւ թույլ տրվեց, որպեսզի Գերմանիան կարողանա իր ներքին խնդիրները միգրանտների հանդեպ իրականացնել, մի բան որ կա նաեւ Ֆրանսիայում, Անգլիայում եւ մյուս երկրներում։ Այստեղ ընդհանուր ճակատ ձևավորվեց։ Եվ բնականաբար նպաստավոր էր այդ տեսանկյունից խնդիրը, որ անպայման ընդունվեր նման բանաձև։ Հիմա ես ձեզ ասեմ, իմ գործընկերներից մեկը Յուրգեն Զարուսկին, որը որ նշանավոր պրոֆեսոր է, հոլոկոստի մասնագետ, գերմանացի գիտնական, Մոսկվայում վերջերս Ռուսաստանի պատմաբանների միության 150-ամյակի տոնակատարության ժամանակ չափից ավելի ուրախացել էր Բունդեսթագի կողմից այս բանաձևի փաստորեն միաձայն անցնելու կապակցությամբ։ Եվ չեք պատկերացնում այս մարդու ուրախությունը, ասում էր ուրեմն 3 միլիոն թուրքերը Գերմանիայում ունեն ընդամենը 1 ձայն, նկատի ուներ այդ 1 դեմը։ Այն դեպքում, երբ որ գիտենք 1 տասնյակի չափ Թուրքիայի նախկին քաղաքացիներ կային, որոնք որ կողմ էին քվեարկել այս բանաձևին։ Սա արդեն հուշում է, որ Գերմանիայում բան է փոխվում եւ ընդհանրապես Եվրոպայում է եւ ես համոզված եմ շղթական ռեակցիան շարունակվելու է։ Ուշադրություն դարձրեք Հռոմի Պապի կողմից անցյալ տարվա ապրիլի 12-ի պատարագից հետո ինչպես արձագանքեց Չեխիան։ Սլովակիան ընդունել է ցեղասպանությունը, բայց Չեխիան չի ընդունել։ Ընդունել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով եւ հիմա հենց օրերս այս ընդունումից հետո նախագահ Չեխիայի հայտարարեց, որ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ես օրակարգ պետք է մտցնեմ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Արդեն մի քանի հարթության վրա ցեղասպանության ճանաչման գործընթացը իր էությունը, բնույթը փոխել է։ Նախկինում զուտ ճանաչման կամ հայտարարությունների բնույթ էր կրում։ Հիմա օրինակ ասենք Լիտվայի նման երկիրը եթե ճանաչում է հայոց ցեղասպանությունը, որտեղ հզոր կամ Սլովակիան հզոր հայկական համայնք չկա, կամ չգիտեմ Բոլիվիան, սա արդեն խոսում է այն մասին, որ սա համամարտկային երևույթ է։ Եվ մարդիկ խոսում են ոչ միայն հայերի ցեղասպանության մասին, այլ խոսում են քրիստոնյաների ցեղասպանության մասին, խոսում են Օսմանյան կայսրության որպես ցեղասպան երկրի բնույթի մասին։ Սա շատ կարևոր է։ Ուշադրություն դարձրեք, երբ որ մենք պարփակված միայն հայկական խնդրի մեջ խոսում էինք հայոց ցեղասպանության մասին, աշխարհը այնքան էլ չէր հասկանում։ Երբ որ խոսում ես հույների Պոնտոսի հույների մասին, խոսում ես ասորիների մասին, եզդիների մասին, սա արդեն միանգամայն էությունը փոխում է եւ սա նույն երևույթն է, ինչ որ հետո պիտի տեղի ուներ հոլոկոստի պարագայում, որտեղ հոլոկոստը միայն հրեա ժողովրդի դեմ չի ուղղված, ինչպես հրեա ցեղասպանագետները դա մատնանշում են։ Այսինքն մարդկությունն էր թիրախը ֆաշիզմի, հատկապես հրեաները։ Ահա այդպես էլ առաջին աշխարհամարտի ժամանակ էր։ Քրիստոնյա աշխարհն էր երիտ թուրքերի թիրախը, հատկապես հայ ժողովուրդը։ Պարոն Մելքոյան, բայց ամեն դեպքում ցեղասպանության հարցը ճիշտ կլինի, եթե ասենք, որ ինչ որ հարաբերություններ կարգավորելու կամ քաղաքական խնդիրներ լուծելու հարց է։ Այս առումով ինչ որ բան փոխվել է, սկսած
1777-78 թվականից եւ հայկական հարցը մտավ միջազգային օրակարգ։ Այն ժամանակ էլ, այսինքն հայկական հարցը գերտերությունների միջև շահերի հարցեր հիմա էլ է նույնը։ Ցավոք սրտի, այո, հիմա էլ է այդպես։ Սա այն եզակի հարցերից մեկն է, որ ասենք նորմալ Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը համընկնում են։ Եզակի հարցերից մեկն է Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը համընկնում են քրդական խնդրում։ Բոլորի կիզակետը Թուրքիան է։ Այսինքն տեսեք ինչ տարօրինակ բան է տեղ ունենում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ձեռնոց են նետում Թուրքիային, ամերիկյան պետական գործիչներ, տարբեր հարթությունների վրա եղանակ ստեղծող անձինք ողջունում են Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, որովհետև Թուրքիան հրաժարվելով քեմալիզմի սկզբունքներից սկսեց շեղվել դեպի իսլամ, ենթադրելով, որ ինքը իսլամը կօգտագործի որպես գործոն, Արևելքը, որը որ գիտեք, հակադրված է Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, արաբական աշխարհը մասնավորապես, ինչու՞ չէ նաև Իրանը, եւ այս ուժերի առաջնորդ դառնալով Թուրքիան պանիսլամիզմի փտած գաղափարները կբերի նաև օրակարգ եւ դրանով կկարծի թե ինքը եղանակ ստեղծող կդառնա այս տարածաշրջանում եւ երբ որ խոսում է Արևմուտքի հետ ուշադրություն դարձրեք Էրդողանը, «Էй Ամերիկա», «Էй Գերմանիա», սա իր ոճն է, չէ՞, այսինքն իր դաշնակիցներին ձեռնոց է նետում, կարծելով թե ինքը եղանակ է ստեղծում տարածաշրջանում եւ իր կարիքն ունեն եւ իրեն պիտի ներեն, բայց եկել է այն ժամանակը, որ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը չեն ուզում ներել Թուրքիային եւ Թուրքիայի տրոհումը տրամաբանորեն մեծ տերությունների օրակարգում պիտի լինի, ինչպես կար 19-րդ դարի կեսերին, հիվանդ մարդը Ղրիմի պատերազմի շրջանում, կար ինչպես Սայքս-Պիկոյի համաձայնագրով 1916 թվականին, ինչպես 1920 թվականի Սևրի դաշնագրով եւ այսօր էլ նորից կա Արևմուտքի եւ Ռուսաստանի ծրագրերում, երբ որ նույն Էրդողանը հստակ ասում է, որ մենք այդպես էլ չենք հասկանում, ինչու է մեր դաշնակից Ամերիկան օժանդակում քրդերին։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը նույնիսկ ծանր զենքի տեսակներ է մատակարարում քրդերին, ինքը չի զարմանում, որտեղ արդեն Ռուսաստանին դիտարկում է որպես թշնամի երկիր։ Այսինքն Էրդողանի, հետո էլ Դավութօղլուի գուցե նրա ծրագիրներ, զրո խնդիրներ հարևանների հետ այս բանաձևը լրիվ փուչ դուրս եկավ, ձախողվեց այդ քաղաքականությունը եւ ստացվեց 100% խնդիրներ հարևանների հետ։ Նույնիսկ Վրաստանի հետ, երբ որ նորմալ հարաբերություններ ունեին, հիմա մենք զգում ենք, որ մեր վրացի գործընկերներն սկսել են իրենց աշխատություններում ավելի հաճախակի խոսել այն մասին, որ Թուրքիան մինչև 10,000 քառակուսի կիլոմետր տարածք է իրենցից խլել, դպրոցական դասագրքերում է դա ամրագրված, եւ թուրքական ագրեսիան հատկապես Աջարիայի նկատմամբ, ինչու՞ չէ նաև ամբողջ Վրաստանի օրեցօր գնալով աճում է եւ որոշ տվյալների համաձայն թուրքալեզու տարի, ուրեմն տեսակարար կշիռը այնքան է մեծացել, որ կազմել է 600,000 մարդ Վրաստանի տարածքում։ Այսինքն ամբողջ բոլոր հարևանների նա ունի խնդիրներ։ Հիմա դուք իրադարձությունների համապատկերում նոր ինչ-որ իրավիճակ եք կանխատեսում տարածաշրջանում։ Ես այդ իրավիճակի փոփոխությունը ենթադրում էի մոտ 1 տասնամյակ առաջ եւ շատ ուրախ եմ, իմ բոլոր գրքերը կարող եք բացել եւ տեսնել։ Հայոց պատմության դասերը, ցեղասպանություն եւ հայրենազրկում գրքերը հատկապես հենց գրված են այդ ոգով։ 2003 թվականից ես այս մասին խոսել եմ եւ շատ ուրախ եմ, որ այսօր իրողություն է դառնում քրդական գործոնի հարևանների հետ ունեցած հարաբերությունների սրման պայմաններում Թուրքիայի փլուզման խնդիրը դառնում է օրակարգի հարց։ Հանգամանք, որը որ աշխարհը լավ գիտակցում է եւ սկսում է պատրաստվել դրան։ Այլ հարց է թե մենք հավուր պատշաճի դրան պատրաստ ենք թե ոչ։ Բունդեսթագը խորհրդարանը հայեցակարգում կարևոր հարց է համարում որպես այս խնդրի լուծում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։ Սրա մասին սա լուծում է։ Այդ խնդիրը ցավոք սրտի մեր գերմանացի գործընկերները միշտ շոշափել են։ Անցյալ տարի ես Lepsius House-ում հերթական գիտաժողովին էի Գերմանիայում եւ մեր գերմանացի գործընկերները այդ Lepsius House-ը դա Յոհաննես Lepsius-ի անունով Պոտսդամ քաղաքում հայագիտական կենտրոն է, ցեղասպանագիտական, հետաքրքիր աշխատանքներ են այնտեղ կատարվում եւ այնտեղ եւս մեր գործընկերները մատնանշում էին, որ ելքը պիտի գտնենք երկխոսության մեջ։ Բայց ես անդադ ասում եի, որ դուք երբ որ երկխոսության մեջ եք,
հրյաների հետ դուք մեղայականով եք հանդես եկել, մեղանչել եք, որից հետո այդ երկխոսությունը ստացվել է։ Մեր պարագան միանգամայն այն է։ Հիմա տեսեք այդ շունչը ոգին դեռ կա, որ պետք է երկխոսել։ Այդ երկխոսելը համենայն դեպս եթե հասցեագրված է թուրքերին, ինձ համար հասկանալի է, բայց մեր պարագայում, երբ որ թուրքական կողմը հասնում է այնտեղ, որ սկսում է մեզ մեղադրել ցեղասպանության մեջ, նման պայմաններում ես կարծում եմ երկխոսություն չի կարող լինել։ Խնդրեմ, Ցյուրիխյան արձանագրությունները տեսակ ինչ ելք ունեցան, ժամանակին ասում էինք, որ դրանք ցախողվելու էին, մարդիկ չէին հավատում, եւ ասում էինք, որ նախապայմաններ կան սրանք մեջ եւ սրանք հստակ ներկայացնում են Թուրքիայի շահերը եւ հակահայկական բնույթ ունեն։ Կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է, եւ հիմա այդ ոգով շարունակել ես կարծում եմ հնարավոր չէ։ Այս կետի հետ բնականաբար համերաշխվելը դժվար է։ Մենք կողմ ենք երկխոսությանը, բայց առանց նախապայմանների ցեղասպանությունը մեր նախապայմանն ընդունելու պարագայում որպես իրողություն դիտարկելով այն նրա հետևանքները վերացնելու հարցի շուրջ մենք պատրաստ ենք նրանց հետ բանավիճել։ Իսկ թե եղել է թե ոչ, դա արդեն անընդունելի է, որտեղ հրեական հոլոկոստի պարագան վերցրեք, երբևէ հրեական կողմը նման զիջման չի գնացել գերմանացիներին, որտեղ եղել են գերմանացիների կողմից մարդիկ, որոնք միջև ասում են, որ այդ համակենտրոնացման ճամբարներում այդ ֆոսգեն գազով մարդկանց գազախցիկներում խեղդելու հանգամանք, ատամները հանել, չգիտես, մազերը եւ այլն հավաքել միտեղ, չի եղել նման բան։ Ժխտողներ կան, բայց հրեաները բացարձակապես ընթացք չեն տվել նման օրակարգով բանավեճերին եւ միայն բանավիճել են գերմանացիների հետ հրեական հոլոկոստը ճանաչելու պարագայում։ Մեր կողմից եւս դա միանշանակ պետք է լինի այդպեսին։ Եղել է եւ մնում է մեր մոտեցումը միանշանակ դա։ Ցեղասպանությունը իրողություն է, որի հետևանքների վերացման շուրջ մենք պատրաստ ենք ձեզ հետ բանավիճել։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դա ենթադրում է իրավական լուծում եւ հետևանքների։ Շատ տեղին հարց է, բայց տեսեք, նայած թե այդ իրավական փաստաթղթերը ինչ բովանդակություն ունեն։ Ես ասացի, եթե նրանց մեջ նշվում է, որ ասենք օրինակ Ֆրանսիան ճանաչում է հայերի ցեղասպանությունը, երկու բանաձև են ընդունել 2000-2001 թվականներին։ Դատապարտում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը։ Վերջացավ։ Մեր բարեկամ Ֆրանսիան ընդհանրապես մի նախադասությամբ դատապարտում է ցեղասպանությունը։ Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, որտեղ է տեղի ունեցել, ինչ նպատակով է իրականացվել, չկա դրա մասին։ Ցավալի է շատ, գիտեք, Պատրիկ Դևեջյանը, որ խորհրդարանի անդամ է մեր հայրենակիցը, չէ, լայն, այսպես բաց տեքստով նախագիծ էր առաջարկել, որտեղ նշվում էր, որ դատապարտել հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում։ Ֆրանսիացի падգամավորները անմիջապես զգուշացան, պատասխանատվության բեռ չվերցրին իրենց վրա եւ Արևմտյան Հայաստան բառերը շատ սահուն ձևով հանեցին, թողեցին միայն այդ նախադասությունը։ Եթե այդ ճանաչումները գնան Ռուսաստանի Դաշնության, գնան Կիպրոսի, մի փոքր նաեւ Սլովակիայի եւ նաեւ Գերմանիայի Բունդեսթագի ճանաչման մակարդակով, որպես իրավական փաստաթուղթ, սրանք հետագա հատուցման հասնելու իմաստով բավականին զորեղ փաստաթղթեր կլինեն։ Այսինքն հայրենիքն ենք կորցրել, նաև հայրենազրկվել ենք, պատրիոտիդ է եղել, ուրեմն հատուցումը կլինի նաև բնականաբար տարածքային տեսքով։ Ես նկատել եմ, եթե աշխարհը ճանաչում է, ի վերջո պետք է սկսվի իրավական գործընթաց ինչ-որ։ Իհարկե։ Ինչպես է պատկերացնում։ Շատ եմ ցավում, որ մենք միջազգային իրավունքը բարելավելու տեսակետից լուրջ աշխատանք դեռ չենք կատարել։ Մի փորձ կատարեցինք, որը հաջողությամբ պսակվեց, այս վերջին անգամ դեկտեմբերի 9-ը ճանաչվեց որպես ցեղասպանության օր 48 թվականի բանաձևի ընդունման օրը հաշվի առնելով։ Բայց ես կարծում եմ, որ ինչպես հրեա իրավաբան ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինը բանաձևեց 48 թվականի կոնվենցիան, որը ամբողջապես հրեաների շահերից էր բխում եւ բնութագրում էր ցեղասպանությունը, հիմքում ունենալով հայոց ցեղասպանության իրողությունը բացառությամբ մեկ կետի, որ այդ դատապարտելի է նաև ազգին, էթնոսին կամ կրոնական հանրույթին հայրենիքից զրկելու գործողությունը, որովհետև եթե մարդուն սպանում են, մարդասպանին դատում են։ Եթե մարդասպանը կամ հանցագործը մեկին զրկում է տնից, դառնում է նրա տանտերը, դարձյալ նրան դատապարտում են։ Հիմա այս դեպքում ազգին դատապարտում են ցեղասպանություն իրականացնելու համար, տվյալ դեպքում ասենք գերմանացիներին, չէ՞, բայց ազգին, հայ ժողովրդին իր հայրենիքից զրկելու գործողությունը, որը եւս ոչ պակաս սարսափելի հանցագործություն է, դրա համար
միջազգային իրավունքում որևէ ձևակերպում գոյություն չունի։ Այսինքն անհատին տնից զրկելու համար դատ հասնում է ցանկացած քրեական օրենսգրքով, բայց ազգին իր տնից զրկելու համար դատ չի հասնում։ Ազգին սպանելու համար հասնում է։ Ուրեմն մենք պիտի մտնենք միջազգային դատարան, պատրիոտիտ պայմանական եզրույթով բանաձև անցկացնենք, որից հետո նոր մտնենք միջազգային դատարան, որ հաղթանակը լինի կատարյալ։ Այլապես հավատացեք, եթե հայկական կողմը այսօր հայտարարեց, որ տարածքային պահանջ չունի Թուրքիային, ինչպես պարտադրվում էր Ցյուրիխյան արձանագրություններում, կողմերը ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող փաստական սահմանը։ Իսկ Հայաստանը այլևս պահանջ չունի, չէ՞։ Հավատացեք, հաջորդ օրը եւեթ Թուրքիան կհայտարարի, որ ճանաչում եմ ցեղասպանությունը։ Նյութական հատուցման այսօր Թուրքիան կարծես թե պատրաստ է, որտեղ որքան այս ձնագնդին գնալով մեծանում է եւ ավելի բարդանում է նրա վիճակը, թուրքերն էլ վախենում են այն հանգամանքից, որ իրենց գլխավոր հակառակորդ հանդիսացող քրդերը օրեցօր դարձրել են հայկական հարցը օրակարգի հարց։ Դուք տեսեք, որքան ակտիվ են խորհրդարանում քուրդ падգամավորները հայոց ցեղասպանության հարցում։ Կամ ասենք Կարո Բայլանին վերցրեցին իրենց կուսակցության մեջ եւ տեսնում եք ինչպես են արձագանքում, երբ որ նա բարձրաձայնում է ցեղասպանության խնդիրը, մինչեւ հասնում է ծեծկրտուկի խնդիրը։ Ուրեմն դրա համար էլ թուրքերն ամեն ինչ անում են, որ խնդիրը ավարտվի միայն որոշ նյութական հատուցման շրջանակներում։ Գաղտնիքը դրա մեջ է, թե չէ թուրքերը մեզնից շատ ավելի լավ գիտեն ցեղասպանության իրողությունը, որովհետև համոզված են, որ այսօր էլ թուրքական արխիվներում դեռ պահպանվում են փաստաթղթեր, որոնք Թալաթի Էնվերի, Ջեմալի, Բեայդին Շակիրի, դոկտոր Նազմի, չգիտեմ, Ազմիի, մյուսների Սայիդ Հալիմի ձեռքով ստորագրված հայերին բնաջնջելու վերաբերյալ, այնպես որ խնդիրը ցեղասպանության դիմաց հատուցման հարցն է, որի նախադեպը մենք ունենք։ Մենք նոյեմբերի 22-ին գիտաժողով ունենք, դա Վուդրո Վիլսոնի իրավար վճռի հետ կապված գիտաժողովը եւ այնտեղ հրավիրել ենք նաեւ Յուրգեն Զարուսկուն, Մյունխենից այդ պրոֆեսորին, ով պիտի ներկայացնի հատուցման փորձը Գերմանիա-Իսրայել հարաբերություններում։ Նման զեկուցումով պիտի հանդես գա, որ տեսնենք, թե ինչպես է ձևավորվել այդ խնդիրը եւ 52 թվականից սկսյալ Գերմանիան հատուցում է Իսրայելին։